ավանդույթ է դարձել տարբեր դատարանների առջև զրուցել օրակարգային հարցերի մասին։ Այսօր հերթական այսպես դատական նիստն է, նախ ակնկալիքների մասին խոսենք, որովհետև խափանման միջոցի հարցել է քննվելու, եւ հետո այս շղթայի մասին, ինչպես անել, որ այլևս դատարանների մոտ չհանդիպենք էլի այս գործերով։ Նախ ակնկալիքների մասով գիտենք, որ մեծամասամբ որոշումները այստեղ չեն կայացվում, ուրիշ տեղեր են կայացվում, գիտենք ում հրահանգներով, այլևս մեզ համար ակնհայտ է, եթե քաղաքական հրահանգներով եւ քաղաքական ցուցումներով ամենաբարձր մակարդակով որոշումներ են կայացվում եւ հենց դրա վառ օրինակն էլ այն է, որ այս մարդիկ հիմա դատարանում են, այլ առհասարակ այս այստեղ չգտնվեին, ակնկալիքները այս մասով թույլ տվեք շատ մեծ ակնկալիքներ չունենալ, ինչ վերաբերվում է կոնկրետ գործի մասին շատ է խոսվել, ասվել, ես եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա շինծու մեղադրանքներ է եւ ակնհայտ է այդ քաղաքական հետապնդումները, ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին, շատ արժանապատիվ կեցվածք են դրսևորում բոլոր այն մարդիկ, որոնք որ այս իշխանությունների կողմից բանտարկվել են, ռեպրեսիաների են ենթարկվել եւ իրենք պինդ ու ամուր կանգնած են իրենց սկզբունքների հետևը կանգնած են եւ այս առումով նաեւ ուզում եմ նաեւ իմ ողջունները փոխանցել բոլոր այն մարդկանց, գիտեք, որ անազատության մեջ մարդիկ ուշիուշով հետևում են մեր բոլորի կատարած քայլերին, թե հասարակության, թե քաղաքական գործիչների, թե մնացածների եւ նորից էլի ուշ կորով իրենց ընտանիքներին համոզված եմ այս գործընթացն էլ անցնելու է եւ հաղթանակով է պսակվելու, ժամկետների առումով չեմ կարող ոչ մի բան ասեմ, բայց ամեն ինչ հաղթանակով է պսակվելու, մարդիկ հայտնվելու են ազատության մեջ եւ բոլոր այն մարդիկ ես անընդհատ սա կրկնում եմ, բոլոր այն մարդիկ, այն դերակատարները, որոնք որ կմասնակցեն այս կեղծիքին, վաղը մյուս օր իրենք պատասխանատվության են ենթարկվել։ Դուք տեսաք մի քանի ժամ առաջ մամուլում էլ հաղորդագրություն տարածվեց, որ Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի գործով անցնող դատախազը ինչ ա եղել, աշխատանքից ազատվել է։ Ես պատճառների մասին չեմ կարող խոսել, բայց չեմ կարող, այսինքն տվյալներ չունեմ, հնարավոր է որ ինչ որ մի պահի մարդիկ էլ չեն կարողանում ենթադրությունների ինչ որ մի պահի էլ չեն կարողանում ապօրինի կեղծ այդ ճնշմանը եւ նաեւ հանրային պարսավանքին։ Ի վերջո նաեւ այդ մարդիկ էլ էս հասարակության մի մաս են եւ ես շատ դեպքերում գիտեմ, որ մարդիկ ենթարկվում են պարսավանքի իրենց հարևանների կողմից, բարեկամների կողմից, ես չգիտեմ, ընկերների կողմից եւ այլ եւ այս առումով ոչ մեկ կրկնում երաշխավորված չի, որ վաղը մյուս օրը իշխանության վերնախավից հրահանգ չի իջեցվի եւ այդ մարդիկ աշխատանքից չեն ազատվի, բայց աշխատանքից ազատելն էլ էլի չի երաշխավորում, որ վաղը մյուս օր իրանք այդ ապօրինությունների համար պատասխանատվության չեն ենթարկվելու։ Պարոն Դանելյան, կոնկրետ այս դատավորը Մանվել Շաֆերդյանը հայտնի է որպես իշխանությունների սրտի դատավոր, հետեւաբար ինչ ակնկալիքներ, ինչ սպասումներ այս։ Դե սրտի դատավորները ավելի ճիք ու ջանք գործադրում են եւ շատ քիչ մարդ կա, որ իրենց սրտի դատավորը չի։ Շատ հազվագյուտ դեպքերում է, որ իրենց սրտի դատավորը չի։ Գիտենք, որ քանի անգամ ենք եկել այս դատարանի դիմաց, ակնկալելով, որ օբյեկտիվ, արդար դատաքննություն կգնա, բայց դուրս են եկել եւ ասել են տանում են կալանքի։ Եվ այս առումով կներեք, թող բան չհնչի, բայց շատ մեծ ակնկալիքներ չկան, շատ մեծ հույսեր չկան, կրկնում եմ, Հայաստանի դատական համակարգը եւ այն բոլոր համակարգները ուզուրպացված են իշխանությունների կողմից։ Պարոն Դանելյան, առաջիկա ընտրությունների հետ կապված իրատեսական հույսեր կապում եք։ Ցանկացած process, այդ թվում նաեւ ընտրական process-ները պիտի դիտարկվի որպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունից զրկելու գործընթաց։ Ես բոլոր գործընթացներին կոնկրետ անձամբ իմ մոտեցումը դա նա է, եթե սկսվում այդ գործընթացը, պետք է ոչ մեկ ջանք չխնայի, ոչ մեկ իր եռանդը չխնայի եւ ամբողջ ուժով ներգրավի, ներդնի իրեն, որպեսզի կարողանանք ձերբազատվել այս իշխանություններից։ Իմպիչմենտի մեջ ջանքեր ներդնում է մասնավորապես օրինակ Դաշնակցությունը։
մենք մեր հայտարարությունները արել ենք, մեր պատրաստականությունը հայտնել ենք, process-ներ են գնում, դուք տեսնում եք, եթե մենք ջանք չգործադրենք մեր ընկերների կլինեն անազատության մեջ, այսօր տեսնում եք մեր ընկերները, նաև մեր ազգային ժողովի падգամավոր, նաև Արտուր Սարգսյանը անազատության մեջ, այլին շատ ընկերներ, Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, այսինքն այդ ջանքեր գործադրելու առումով կներեք անհամեստության համար մենք լիովին այդ ջանքերը գործադրենք։ Շնորհակալ եմ։